Սիրելի հետևորդներ, առավոտը շուտ է, պետք է գնայի բժշկի մոտ, ռենտգեն ունեմ աղոտքիս համար, ռենտգեն արած, գնայի բժշկի մոտ, ժամը սխալ եմ նայել, շփոթել եմ մյուս թերապևտի հետ, մացել եմ թե ժամը 10-ին 15 պակաս է, դու մի ասա դոր նոր կանգառով կանգնած նայեմ տենալ, մեկած կեսը, նորից հետ եմ գնում տուն, գնամ տուն, ճաշը սերպեմ, ձեր հետ միասին, նոր մեկած կես 12-ին 12-ին տես 15 պակաս ընդեղ կլնեմ, դուս կգամ տանից, մեկած կես ընդեղ կլնեմ, մի քիչ ոտքի ճանապարհն է շատ, ճիշտ է կենտրոնում եմ, բայց երթևի մաքսում եմ, շովեախի վերև բարձրանան, որ տրանսպորտից օգտվում, բայց շոք է, առավոտը շուտ է, բայց էլի շոք է, երբ հասնելու շոքը նորասել մեջ եմ դիմանում այս շոքին, շոքի հետևորդներ, ես գիտեմ, որ նույններ դուք եք զգում, բայց էլի չանեմ, հիմա այս գրանտում ու նորից կտապնվեք սրել։ Լա եկել եմ, տենամ հալային չկա ստեղ, ամարային, հիմա էժանացում է գնում, սախը, շորերա, կոշիկները, ինչ որ կա, սաղ էժանություն է գնում, տեսնենք որն է հարմարում։ Սիրելի հետևորդներ ջան, ինչպես եք սիրելիներս, հույսով եմ, որ բոլորդ լավ եք, Աստծո օրհնյալ օր լինի բոլորիս սրտներում, աշխատանքի վայրում, դրսում, տանը, որտեղ էր որ լինեք, Հիսուս Քրիստոսը մեզ պահապան լինի, մեզ միջնորդ լինի, անվտանգ լինենք սիրելի հետևորդներ ջան, ինչ ենք պատրաստելու այսօր պատրաստելու ենք ոսպով ճաշ, տավարի մսով, ուտեստ, այսինքն, հիմա մենք միասին կպատրաստենք և ուտեստը, և բազուկ եմ առել, բազուկի թևերը թթու կդնենք, մի երկու բազուկ էլ կտրտեմ մտեց կտոր, միասին թթու կդնենք սիրելի հետևորդներ ջան, դե գնացինք, սուրճ կխմենք, գետել ասեմ, իսկ ովքեր առաջին անգամ են դիտում իմ ալիքը, խնդրում եմ բաժանորդագրվել, լայքել, կիսվել, չմոռանալ զանգակ կոճակը, դրվել ձեր մեկնաբանություններում, ինչու՞ չէ, բոլոր մեկնաբանությունները կարդում եմ, պատասխանում եմ, բոլորից շատ սիրում եմ, դե գնացինք մեր այսօրվա գործին, ինչ ենք անելու ինչ։ Սիրելի հետևորդներ ջան, ուրեմն հետ եկա տուն, հետո ճանապարհին մտածեցի միանգամից գնամ մտնեմ խանութ նոր, մտնել եմ խանութ, ուրեմն գարան միս եմ առել 1 կիլոգրամ, բազուկ նորից վերցրեցի աղցանի համար, այս տերևներն էլ քանի որ թարմա կկտրեմ բան կանեմ, կամ ես սիրում եմ տապակած, երևի այդ ձևի կանեմ, 2 հատ կարմիր պղպեղ վերցրեցի և դեղց վերցրեցի, այս շոքին դեղցը դուր է գալիս, մեկ էլ մեր սուրճի համար, տատիկի համար պեչենիներ տնեցի։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, դե սկսենք մեր ճաշը եփելը, ոսպով ճաշ եմ եփելու, տավարի մսով, երեկվանից եփվել է տավարի միսը, ուրան սոուսն էլ եմ պահել, ջուրը, ոսպն էլ երեկվանից եռման ջրի մեջ եմ դրել, պատրաստ է, մի հատ կլվանամ ու մեր ճաշը կպատրաստեմ։ Դե գնացինք սիրելի հետևորդներ ջան, սոխը կտրտեցի, լցնում եմ 2 բջեղեր սխտոր եմ լցնելու, ստեղ Հունաստանում ոսպի մեջը սխտորը մի քիչ շատ են ավելացնում, դե քանի որ մեր ճաշը
քիչ է, երկու հոգի ենք, երկու օրուտ ենք հերիքա, ես բան եմ անում, երկու գլուխ սխտոր եմ լցնելու, ես կարմիրը պղպեղել եմ մի քիչ կտրտում, ավելացնեմ, ինձ դուր է, կարող եմ երբ չավելացնել, պարտադիր չի, ուղղակի իմ ցանկությամբ ես ավելացնում եմ, ես էլ արագ կտրտենք և լցնենք, սերն հետ կտրենք ստեղից, լցնենք բանի հետ, սոխի հետ տապակվի, հանեմ, ապսերի մեջ, կտալով, սենց էլ հետևորդներ, հիմա դեմիսը պատրաստը մի քիչ տոմատ հանեմ, ես տոմատի մարծուկներ ստեղ պահեմ, դրանքը սակա, որ հասցնեմ չվարվի, եսի վարվի, մենք լսենք հոգևոր երգ, սիրելի հետևորդներ ջան, ժամանակի իզուր չվատնենք։
Սելի հետևողներ ավելացրեցի տոմատը, ավելացնում եմ կարմիր պղպեղ, այսինքն կարող եք և ոսպի մեջ ոչ մի բաներ չավելացնել, ես ավելացնում եմ, սև պղպեղն էլ հետո կավելացնեմ, մի քիչ էլ ռիգանի ավելացնում սելի հետևողներ սապակի իրակել, սև պղպեղն է, սև պղպեղը հետո կավելացնում Սայլ այսպես Հիմա կավելացնենք սելի հետևողներ ես մեր մսաջուրը, միսն էլ կավելացնենք իհարկե, մսաջուրն էլ կավելացնենք, այս կողքի մսի յուղը միսը խաշել ենք, յուղ կա չէ մեջը, սարել կպելը, սա էլ ենք մաքրում, սիրում լցնում ենք, տակ ջուր լիներ մի հատ էսի կողողոյի, բայց երևի չալարեմ բան տնեմ, մի հատ ջազոր ջուր տնեմ, տականա որ օղողեմ սա, ջուրը ավելացնելու եմ, անենք ստեղ կշտականա, նոր կավելացնենք, սա մեր ոսպն էլ լվանանք, շուտամ ստեղ ոսպը, հատ լվանանք, Չնայած մի անգամ լվացել եմ սելի հետևողներ, լվացել եմ սառը ջուր եմ լցել վրա, դրել եմ, սան գիշեր մնացել է, իրան դեղին ջուրը լուսահանել։ Ինքան բանը հատիկները մանր է ոսպի, ջրի հետ գնում է, ավելի լավ է բանանը, ճաշի մեջ լցնեմ, Համարյա ոսպն էլ գիտեք շուտ է եփում, միսն էլ եփված է, այդքան ժամանակ չի քաշելու, շուտ եփվելու է։ Կարտոֆիլ չեմ ավելացնում, ասեցի, իրանք ստեղ կարտոֆիլ չեն ավելացնում ու շատ համեղ է։ Կարող եք ավելացնել, կարող եք չէ։ Մի քիչ էլ էս այն ջուրը կերակողողն ես յուղոտամանը կավելացնեմ ու կթողնեմ կեպվի։ Հա, ինչ եմ ավելացնում, ավելացնելու եմ մածի, ես ձեզ ասել եմ, չէ, Հայաստան կա թղթերի մեջ, մեկ թեյի գթալ եմ ավելացնում, որովհետև չափաբաժինը քիչ է, ճաշի, և սև պղպեղն եմ ավելացնում դրա հետ միասին, էսա սխտորն էլ կմաքրեմ, են էլ կլցնեմ, միասին եփվի, սա էլ լցրինք, հատ էլ սրանից եմ լցնում, այեսի մեջը գազարա, սխտորա, բանա էլ ես էլա
ճաշի մեջ շատ համատալի։ Մեծ շատ ճաշելու համար մի հատ եմ լցնում, փոքրի համար կեսն եմ լցնում։ Այս կեսն էլ կպահեմ մի ուրիշ։ Շատ համեղ արամատ է տալիս։ Սել այսպես, մեր երաժշտությունը լսենք։ Այսել եսի ողողենք, այս յուղային մասը, սխտորն էլ հիմա կմաքրենք, երաժշտություններ պրծավ, սիրելի հետևորդներ, ինձ թվում է ձեզ դուր եկավ երաժշտությունը, շատ լավ երաժշտություն էր, Հիսուս Քրիստոսս մեզ հետ լինի ամեն օր, մեր փրկիչը որտեղ որ լինենք, տունը, դրսում, մեզ փորձանքից փրկի, ապահով լինենք։ Փառք Հիսուս Քրիստոսին, ամեն, ամեն, ամեն։ Էսա սխտորներ կտրտեցի, վերջում էլ մի քիչ մաղադանոց կավելացնեմ։ Եթե չունեք, ես կարող եմ չավելացնել, որտեղ ռիգանի լցրեցի։ Ընդհանրապես իմ Հունաստան ապրած տարիներին ես այդքան մաղադանոց չեմ օգտագործել, բայց որ կա կավելացնեմ։ Հիմա թողնենք եփվի, ձեր հետևորդներ ջան։ Դե մեր անթիկը պատրաստ չէ, պատրաստվում է, եփվում է, մեկ այդ ընթացքում մի հատ սուրճ տնենք, միասին սուրճ խմենք, սիրելի հետևորդներ ջան, դուք էլ դրեք, որ միասին խմենք։ Եվ խմենք եւ երգ լսենք հոգեվոր։
Սելի հետևորդներ ջան, մեր երգն էլ վերջացավ, մեր սուրճն էլ երբեց պատրաստա, մեր բազուկի տերևներն էլ լվացա, տերևներն առանձին, երև ես պոչերը թթու դնեմ, միտքս փոխվեց, տեսնենք եսա վերջացնեմ, տեսնեմ ինչ եմ անելու, ճաշն էլ եփվում է հլավոր սիրելի հետևորդներ, բայց ժամանակն է, որ մաղադանոսը ավելացնը։ Ստեղ մի փոքր ունեի ուրա, եղարի գտի։ Սիրելի հետևորդներ, համը տեսա, շատ համեղ ստացվել, մաղադանոսն էլ ավելացրինք, տակը ցածրացրել է, որ ցածր եռա, ուշտակ, լավ եղրմ արդ, սիրելի հետևորդներ ջան, Հնացին մեր սուրճը վայել ենք, դուք է ձեր սուրճը վայել եք, դե չգիտեմ կհանդիպենք, թե չէ, իսկ ովքեր առաջին անգամն են դիտում իմ ալիքը, խնդրում եմ բաժանորդագրվել, լայքել, չմոռանալ զանգակոճակը, կիսվել սիրելիներս, բոլորիդ մեկնաբանությունները կարդում եմ, պատասխանում եմ, սրտիկներին նույնպես, բոլորիդ շատ սիրում եմ սիրելի հետևորդներ ջան, Ուրեմն սիրելի հետևորդներ, բազուկը խաշվեց, բազուկի տերևները խաշեցի, սառը ջուր եմ վրեն լցրել, մնացել է, ճիշտ ասած մտկափոխվեցի, բերեցի գլուխ բազուկելը կտրտեցի,
այս հաստությամբ եփեցի, շատ չես եփում, որ ինքը թթվի, էլի եփվում է, որ շատ փափուկ չլինի։ Հիմա ինչ եմ անում, երկու տերև լավրովի լիստ եմ վերցնում, դափնի տերև և երկու բջեղ սխտոր, մի քիչ սամիթ ունեմ ընդեղ, հետո այդ սամիթն էլ կվերցնեմ, սամիթը գիտեք լավ համա տալիս, ու թթու եմ դնում, հետի մտքովս անցավ։ Սխտորը մանր կտարտեցի, լավ բանը դափնու տերևն էլ լցրեցի, հիմա եսա բերեմ այդ սամիթն էլ դնեմ։ Как раз ուզելա այնա փոխվի, փչանա։ Սամիթն էլ կկտրտեմ, կարող ենք անենց լցնել, բայց կտրտած համը ավելի շատ է տալիս։ Սամիթն էլ լցրեցինք, հիմա չէի տեսել ես չացած տեղը, լավ էլ տեղավորեց։ Սելի հետևորդներ, ուրեմն որ ասենք աշխատում ենք, սես տանը, եթե դու և տատիկն ես լինում, կարողանում ես ամեն ինչ էլ անես, ընտանիք չի էլի ասենք, թե դու ես խազեկեն, դու ես տանտիրուհին, ինչ ցանկանում ես, այն ես պատրաստում ես, իհարկե գումարի չապսի մեջ, էլի պիտի շատ չծախսես, վեր էդ չխոսան ասեն, փողը շատ ես ծախսել, այդ չապսի մեջ, ինչ սերտդ ուզի, այն էլ կարող ես սարքել։ Հիմա ես տերևներն էլ եմ տրել ստեղ, խաշվի, դե տերևը հեշտ է, շուտ է խաշվում, երևի արդեն խաշված էլ կլինի, ես հիմա բռնում եմ աղա ջուրս, էլ հետևորդներ ջան, ընդհանրապես էսի, որ ասեմ 2 լիտր կա, չգիտեմ տոշնի կա, թե չկա, հիմա ես աչկաչափով եմ, լիտր չկա է, որ չափեմ, ասիկը մի հատ տարայ է պետք, տարայի մեջ չափեմ, ստեղ մի հատ բան կա կթա երևի, էսի միլիտրից էլ ավել է, ինքը մաքուր էր բանկ են, բայց հարկավոր էր, որ մի հատ լվանա, երևի հենց բանկի մեջ էր,
կիլո կեսա, ես էլ երևի 2 կիլո է։ Կարող է մի քիչ շատ լինի։ Մեկ ճաշի գտալ աղլտրեցի։ Մի քիչ ավելացնեմ, որ աղը պակաս լինի, թթուն կծորա։ Նստում եմ վրան։ Точно լեղա, ոչ ավել, ոչ պակաս։ Մի քիչ ավել, դե դա էլ ոչինչ, հիմա ինչ եմ ավելացնում։ Ավելացնում եմ մեկ թեյի գթալի չափով շաքարավազ։ Մեկ էլ թեյի գթալ չեմ հանում, այսքան շաքարավազ, որ քաղցրահամ լինի։ Եվ ավելացնելու եմ քացախ, որ շուտ թթվի։ Մեկ ճաշի գթալ քացախ։ Սիրելի հետևորդներ, մի քիչ ջրիցը դատարկեմ, որպեսզի որ ինքը եռա, արդեն բարձրանալու է, այնա հենց ստեղից է, ուրա սրա գրիշկով փակում եմ, ունի սեղանի շորը, ու դնում եմ բալկոնում տեղ ունենք, շկաֆի նման, բանա, մեր տարանները ամեն ինչ անդեղը, ուղարկում ենք թթվելու սիրելի հետևորդներ, իսկ ես էլ մոտենամ ես տերևը ինչ վիճակ է, սա էլ բան կամ աղցան կպատրաստեմ, կամ էլ կտապակեմ։ Ունեցել կանաչ գույն ունի, սառը ջուր եմ լցնում վրան, այս մի կտորը բազուկը մնացել էր։ Այս մի կտոր բազուկներ գցեմ, դնենք, սա կուղարկենք, էտա անդեղ մեր շկաֆը թթվի, իսկ սա էլ կհանենք, կլցնենք ստեղ, վրան կավելացնենք մի քիչ քացախ, կամ էլ կարող եք լիմոն ավելացնել, լիմոն, զեյթունի ձեթ, ջեր սոյա,
Կարող եք եւ մի փոքր պճեղ սխտոր ճզմել վրա։ Կարող եք եւ սխտոր չճզմել, որ ցանկանում եք։ Ուղղակի եթե շատ է, կարող եք անել։ Եթե շատ չի, դեմ այսքանի համար ես ինչ սխտոր ճզմեմ։ Մի հատ սենց խառնում ենք։ Սելի հետևորդներ։ Երևում է։ Հետ համտեսում ենք։ Օրինակ ինձ շատ դուր է գալիս։ Տապակը ձերա դուր գալիս։ Եվ որ քիչ է ինչ տապակ է սրան, ավելի լավ ասես մի փոքր սարքես։ Այսի այսօր կուտվի։ Ես հետևորդներ ջան, ստեյցյուն ձեն ուղղակենք մեր թթուն լինի, երբ որ թթվի նորից կհանդիպենք։ Բայց չէ ուշ ենք դուս եկել, ժամը 8-ն է, փակվել է արդեն։ Այս ինչ շատ շոկ է, շատ 37 աստիճան։ Պատկերացրեք ժամի 8-ն է 33 աստիճան է։ Ոչ քամի կա, ոչ մի բան կա։ Ես կնիկնել ասма դուրս գնանք։ Ինչ անեմ, ճարահատյալ դուրս եմ եկա։ Քամը կտով չկա։ Մեկ տենը մեկ մի հատն ես լավ քամի է։ Շարժվում եք, և տեսնում ես, այդ քամին էլ չկա։ Մանավանդ ես ստանում եք։ Դեքսիա։ Մանավանդ ես այս կենտրոնական մասն է, որ ասվա փոս է, էլի դե ինքը մեր Հայաստանի նման սարերի նման է տիկա բարձրանում, սենց, ասուս վերև բարձրանում, մենք ես ներքևն ենք, ես ներքև տեղը քամի չի խաղում, շատ շոկ։ Տարածկանաց հետևից ես գալիս։ Իրոք, հլատս է կարևը սևավերի մեջ։ Կողքերը ամպեր է սևացած, իսկ կարևը կետրոնում։ Էսա հենց ստեղել նստելու է։ Mestre Sara que é gesto. Я голосую по зестine, benefit. É só que era. Друзья. O zaman gidelim. Gesto era. Que nem mais tem mais do espírito. Çok olunca daha kam yapçım ne lav kam. Zesto ayera. Peki nasıl?
Αλλά ο διάδρομος είναι πάρα πολύ μεγάλος και έχει πάρα πολύ κόσμο. Χέρι σου. κόσμο που έχει. Ήμασταν θάλασσα 8. Да. Piani ψάρι. Ψάρι πιάνει. Σιγά ραγάβι. Ναι, το έβαλε και δεν έβαλε. Και βλέπεις που τα έχει όρθιο. Ναι. Α, ξεκίνησε και πάλι. Αυτόν και το βλέπεις εσύ. Παράς τον άλλο. Σου άρεσε τόσο πολύ. Αλλά τα στεγκτούκα πάρουν, έτσι. Ψάρι. Πιάνει ψάρι. Ιντερνετ. Ojca karty. Wow! Super numer. Tak, czyli super. Ξεκίνησε και αυτά. Andiamo e Diese Ufer meine ich. Το φωτογραφίζω. Ναι. Όκολε γεμάτο είναι. Γεμάτο είναι. Και μέσα και έτσι. Και πάνω και κάτω. Άγιο, γεμάτο δείχνει. Սենց որ նկարում են պարզ չի երևի։ Տնեց պարզ է։ Πολύ ωραία. Πάμε։ Ναι. Հիմա հերթը հասավ, գնանք պաղպաղակ ուտելու, ստայց չեմ ուտելու երկվին հետ։ Հիմա հերթը հասավ, գնանք պաղպաղակ։
Չխոլոքային ատոմ գալին։ Իպամ պարագ։ Տիկին Աննան անհանգիստ վիճակում է։ Սպասում է միջև բերեն։ Նիկոն է։ Եղո պաղուտո վենիտելա։ Էվկարիստո։ Այս անգամ բան եմ։ Պորտոկալի սոկ եմ ուզել, ասիկը պորտոկալի ասած բան էլի, ապերսինի սոկ եմ վերցրել։ Լավ։ Ալո։ Այո, ավելի լավ է։ Հա։ Io caloine chimo. Yamena, moares chimo. Εμένα μου αρέσει το παγωτό. Παγωτό σου αρέσει, παγωτό να φάω. Πόσο το χρόνο 5. Α, ναι. Ένα, δηλαδή άμα πω 2 θα πάει 10. Και το βαπαράκι ξεκίνησε. Այսօր էլ դուս եք եկել էլի մեր ժամին, բայց եղանակը խառն է։ Ես չէի պատկերացնում, որ կարող է մի քիչ հով լինի, մի քիչ քամի կա, երևի կարող է անձրև գա։ Չգիտեմ, անպայման եղանակ է։ Չէ, քամի կա, ոչ քիչ հով է։ Մի քիչ սառը քամի է, երևի ինչ-որ անձրև է եկել։ Կարող է և ստեղ էլ անձրև կա մի քիչ սովանա, հալատեսում։ Այսինքն մեր տատիկը անձրևին չի նայում, անձրև չի, տեզ ժամին դուրս գա։ Ու դրա համար ասում գնանք Արիստոտելոս կենտրոն, այնտեղ կաֆինյոկ կա, էլի, որ ասած անձրև գա, դրանց ստեղ մոտիկ էլ կա, անձրև գա, այնտեղ դիտող կնստենք։ Էլա, հա, նա պերասում է, Աննամու, էլա, պերասում է։ Պրոսեքսեդո, ναι, πρόσεξε, Άννα. Έλα, γρήγορα, έλα. Αλλά ήρθε αυτοκίνητο, πρόσεξε. Αυτό η αγκάλη, αυτό είναι το σέφι. Ինձ ասում է դու գնա, բայց ինքը մնում է ընդ ճամփի, yəni մի քիչ արագ է գալու։ Առաջին ինձ է ճամփի դնում։ Այդ սիրելի հետևորդներ, ճամփը ինչ բաներ չասեմ, առանձնապես բաներ չկա ասելու։ Եվ այսպես էլ անցնում է մեր ժամանակը, մեր օրը, ամեն օր նույնը, հետաքրքիր չկա, ասել թե հա? Աննա, տոնիզո բրեխի, έλα πάμε Արեստոտելոս մտածածում է։ Ասեմ գնանք կենտրոն ընդեղ, ոնց որ անձրև է գալու, չգնանք այդ ծովի ափը, մեկ էլ անձրևի տակ ընկնենք։
Τέλεια. Սպասենք գա։ Դա տեսնում եք ոնց է սևացած։ Ինչ-որ միտեղ գալիս է կամ պիտի անձրև գա։ Ամեն օրվա նման ժողովուրդը լիքն է, հրապարակը, այսինքն ավելի շատ ծովի ափն է շատ, կաֆինյոններն էլ ինչ-որ միշտ էտա լիքն է։ Θέλεις να φάμε? Δέλα, πάμε εδώ. Δικό μας μέρες. Όταν πριν φάγαμε. Ναι, εδώ. Ναι, έλα πάμε. Γεια σας. Είπε γεια σας, γεια σας. Τι κάνετε, πώς είμαστε? Καλά είμαστε. Βανίλια. Ευχαριστούμε. Ναι. Τα μπερδεύω. Είναι για εσάς. Ναι, μάγκο, ναι, δικό μου. Ευχαριστώ. Αυτό μεγάλη πέριδα και στην Κερβία. Δεν μου άρεσε. 저거 주차. Մելից եկրեն հետևում կողքից։ Ծայրը որտեղ է հասնում։ Ծովիա։ Քանի անձրև չի եկել, տուն հասնենք։ Հալա հեռախոսը մեզ չի տալիս, որ անձրևա լինելու, բայց հեսա բանար է։
Ամասկանուց կատկատում է։ Բան է, որ ասում են մեր լեզով ասես սվագնած երկինքը սևացած Անդրևա ուզում դա։ Έλα. Άννα, έλα. Показывай, по-нашему желтого угля. Ստեղի անձրևն է, չգիտեք ինչ, հենա մի անգամից վրա է տալիս, անձրև, քամի, սախարը, են որ ասմատանից լավ տեղ չկա, սաղ սուտ է։